Պետական պահպանության ծառայության հարգելի պետ, պետի հարգելի տեղակալներ, պետական պահպանության ծառայության հարգելի աշխատակիցներ, նախ ուզում եմ շնորհավորել բոլորիս պետական պահպանության ծառայության օրվա առիթով եւ շնորհակալություն հայտնել բոլորիդ ձեր կատարած աշխատանքի համար։ Արդեն 2 տարի պետական պահպանության ծառայությունը գործում է որպես վարչապետի ենթակա մարմին եւ ըստ էության դա կառույցի ինստիտուցիոնալ զարգացման մի հերթական փուլն էր եւ կարծում եմ, որ շատ ճիշտ որոշում կայացվեց պետական պահպանության ծառայությունը առանձին գերատեսչություն ձևավորելու ժամանակ եւ դա մի որոշում էր, որը պետք է ապահովի ծառայության հետագա բնականոն զարգացումը։ Ըստ էության մենք կարող ենք արձանագրել, որ պետական պահպանության ծառայությունում ձևավորված է անհրաժեշտ պրոֆեսիոնալ ներուժը եւ ես ուզում եմ երկրորդել ծառայության պետի խոսքի այն հատվածը, որտեղ շեշտը դրվում էր պրոֆեսիոնալիզմի վրա, որովհետեւ ըստ էության ծառայության համար սա ամենակարևոր բանն է։ Ընդհանրապես ես կարծում եմ, որ մենք մեր խոսույթում բազմաթիվ մակդիրներից պետք է հրաժարվենք եւ ավելի շատ շեշտադրում անենք պրոֆեսիոնալիզմի վրա, որովհետեւ էմոցիոնալ եւ տարբեր մակդիրներ, որոնք ճիշտ է մենք առօրյա կյանքում շատ օգտագործում ենք, պետական ծառայության դեպքում չեմ ասում ընդհանրապես անօգտագործելի են, բայց դրանց կարևորությունը ընդգծվում է եւ դրանց կարևորությունը հաստատվում է պրոֆեսիոնալիզմով։ Եթե կա պրոֆեսիոնալիզմ, դա նշանակում է կա նվիրում, կա ազնվություն, կա հետևողականություն, կա գիտելիք, որովհետև այդ ամեն ինչի հնարավոր չէ ունենալ պրոֆեսիոնալիզմ եւ ընդհանրապես բոլոր դեպքերում եւ քաղաքացիական ծառայության դեպքում եւ զինվորական բնույթի ծառայության դեպքում պրոֆեսիոնալիզմը մի բան է, որը անհրաժեշտ է այսօր, բայց այսօրվա պրոֆեսիոնալիզմը վաղ արդեն կարող է բավարար չլինել եւ ես կարծում եմ, որ էական է ընդգծել այն խթանները, որ մենք փորձում ենք դնել ծառայության մեջ պրոֆեսիոնալ զարգացման խթաններ ստեղծելու համար։ Ընդհանրապես թե բանակում, թե ոստիկանությունում, թե ազգային անվտանգության ծառայությունում, թե ընդհանուր հանրակրթության ոլորտում մարդիկ երբեմն ասում են այդ կամավոր ատեստավորումը ինչի համար, այլ եկեք միանգամից մարդկանց աշխատավարձը բարձրացնենք, բայց մենք նախկինում էլ նման փորձեր այլ համակարգում ունեցել ենք եւ հիմնականում նման որոշումներից արձագանքը եղել է այն, որ մարդկանց շրջանում կա անարդարության զգացում, որովհետեւ առավել պրոֆեսիոնալները ըստ էության ստանում են նույնպիսի արձագանք, ինչքան ոչ առավել պրոֆեսիոնալները, այստեղ ավելի կարևոր է, որ մարդկանց անհատական զարգացման, պրոֆեսիոնալիզմի զարգացման ոչ միայն խթաններ չեն ստեղծում, այլև ընդհակառակը դեմոտիվացիա ձևավորում, երբ որ մարդը ասում է, եթե միջին անեմ, էլի նույն գնահատանքին եմ արժանանալու պետության ու կառավարության կողմից, քան թե գերազանց անեմ, այդքան ջանք ինչի համար եմ դնում։ Ես նկատի ունեմ, երբ որ մենք այս համակարգերը դնում ենք, մենք չենք դնում ժլատությունից կամ չգիտեմ, չցանկությունից, որ մեր ծառայություններում մարդիկ ավելի լավ վաստակեն, ավելի լավ ապրեն, ընդհակառակը մենք այդ խթանները դնում ենք նրա համար, որպեսզի պրոֆեսիոնալ մակարդակը գնալով բարձրանա, մեզնից յուրաքանչյուրը շարունակաբար իր վրա աշխատի, ինչը ի վերջո նաև իր եւ իր ընտանիքի հետագա բարեկեցության կարևոր երաշխիք է, որովհետեւ այս աշխատանքը պետական պահպանության եւ ընդհանրապես հատուկ ծառայություններում աշխատանքը շատ նուրբ եւ շատ վտանգավոր աշխատանք է եւ շատ պատասխանատու աշխատանք է եւ եթե մենք այսօր կոմպրոմիսներ ունենանք այդ պրոֆեսիոնալ հատկության մեջ, վաղը այդ կոմպրոմիսը եւ այդ ծառայողի համար է խնդիրներ ստեղծելու եւ հանրության համար է խնդիրներ ստեղծելու եւ ուրիշների համար է խնդիրներ ստեղծելու։ Ես նկատի ունեմ նման որոշումները իհարկե ունեն բազում կողմեր եւ բոլոր դեպքերում այդ բազում կողմերի ամենակենտրոնում մարդն է, ծառայողը,
նրա վրա դրած պարտականությունների համար հնարավորինս պատշաճ միջավայր եւ պայմաններ ստեղծելը։ Ես կարծում եմ, որ պետք է ընդգծել, որ վերջին տարիներին նաեւ պետական պահպանության ծառայության տեխնիկական եւ նյութական հագեցվածության մեխանիզմներ ենք փորձում ձևավորել, որպեսզի ծառայողները ունենան իրենց անհրաժեշտ պատշաճ նյութական միջոցները, սպառազինությունը եւ այլն եւ այդպես շարունակ, որպեսզի առավել վստահ կատարեն իրենց ծառայությունը եւ ընդհանուր առմամբ պետք է ասեմ, որ ես գոհ եմ ծառայության աշխատանքից եւ կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի համար, այն ըմբռնմամբ, որ ելի եմ ասում, մենք պետք է ոչ մի վայրկյան չմոռանանք, որ այսօրվա պրոֆեսիոնալիզմը վաղը արդեն կարող է բավարար չլինել եւ ընդհակառակը պրոֆեսիոնալիզմը եթե չի ավելանում, ինքը ստատիկ նույն վիճակի վրա չի կանգնում, երբեք դա բացառված բան է, ինքը կամ պետք է առաջընթաց ունենա, կամ պետք է հետընթաց ունենա եւ ես կարծում եմ, որ ճիշտ ճանապարհը առաջընթացն է եւ ոչ թե հետընթացը։ Կրկին շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ ծառայության համար, մաղթում եմ բարի ծառայություն, հաջողություններ ձեզ եւ ձեր բոլորի ընտանիքներում, խաղաղություն եւ երջանկություն։ Շնորհակալ եմ։ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի համար 861 որոշումը ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության ներքոհիշյալ աշխատակիցներին պարգևատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով, Նվեր Արարատի Բաղդասարյանին, գումարտակի հրամանատար, փոխգնդապետ։ Պարոն վարչապետ, փոխգնդապետ Բաղդասարյան, ներկայացել եմ ինձ պարգևատրման առիթով։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։ Տիգրան Սամվելի Մնացականյանին, բաժանմունքի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, կապիտան։ Պարոն վարչապետ, կապիտան Մնացականյան, ներկայացել եմ ինձ պարգևատրման առիթով։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։ Գևորգ Արմենի Գալստյանին, ավագ թիկնապահ, կապիտան։ Պարոն վարչապետ, կապիտան Գալստյան, ներկայացել եմ ինձ պարգևատրման առիթով։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի համար 861 որոշումը, անձնվեր ծառայության համար Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության ներքոհիշյալ աշխատակիցներին պարգևատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով, Նարեկ Ղուկասի Ղարիբյանին, բաժանմունքի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, կապիտան։ Պարոն վարչապետ, կապիտան Ղարիբյան, ներկայացել եմ ինձ պարգևատրելու առիթով։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։ Սեյրան Արթուրի Վարդանյանին, կրտսեր տեսուչ, ենթասպա։ Պարոն վարչապետ, ենթասպա Վարդանյան, ներկայացել եմ ինձ պարգևատրման առիթով։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։ Ռաֆիկ Աշոտի Հարությունյանին, կրտսեր տեսուչ, ենթասպա։ Պարոն վարչապետ, ենթասպանություն եմ ներկայացել եմ ինձ պարգևատրման առիթով։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։